Կպչուն ժապավեններով փակված են Գագիկ Ծառուկյանին պատկանող Երևանի Արարատ կոնյակի գինու օղու կոմբինատի դռները։ Ներսում աշխատակիցներ չկան, վստահեցնում են մուտքի մոտ հավաքված տղամարդիկ, որոնք ներկայանում են որպես գործարանի անվտանգության աշխատակիցներ։ Անվտանգության աշխատակիցներ ներկայացողները խնդրում են չնկարել իրենց գործարանի մոտ իրենց ներկայությունը մեկնաբանում են այսպես. Երրորդ օրն է փակ է նաև Multigroup կոնցեռնին պատկանող Արարատ ցեմենտի գործարանը։ Գործարանը այս պահին կանգնած է չի աշխատում։ Գործարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արտյոմ Պողոսյանի խոսքով գործարան ներխուժած իրավապահները առանց ներկայանալու, առանց խուզարկության պատճառները ներկայացնելու աշխատակիցներից պահանջել են հեռանալ։ Առավոտյան շուտ իրանք եկան, մեծաքանակ աշխատակիցները վիրապահվարմիները եկան, դե անվտանգության աշխատակիցները ովքեր փորձում էին, քանի որ սեփական տարածք են մուտք գործում, փորձում էին պարզապես տեսնել նպատակը ինչն է այցելելու, առանց լրացուցիչ մեկնաբանությունների, առանց լրացուցիչ բանի, պարզապես ասացին թողեք ներս մտնենք, չթողեք ձեզ կձերբակալենք, այսպես վախցնելով, ֆիզիկական ուժ կիրառելով ներխուժել են գործարան։ Աշխատակիցներին դուրս են հանել թույլ չտալով դադարեցնել արտադրական պրոցեսը, ասում է Պողոսյանը։ Շուրջ 1000 աշխատակից ունեցող գործարանի աշխատակիցները հաստատում են, ստեղծվել է վթարային իրավիճակ։ Հասանք ժամ 8-ին գործարան եւ գործարանը մի մասը եկել, մի մասը չեկե եւ մեծ ավարիա ստեղծվեց փեչի վրա։ Էսի անելու բաներ, որ լավան մնաց փեչի մեջ, վերջը ոնց ալնելու։ Ես չեմ հասկանում այս պետությանը, չեմ հասկանում։ Ես չգիտեմ։ Այսինքն նաև վտանգ է ստեղծվել։ Մեծ վտանգ է ստեղծվել։ Այո, որտեվ գազ է վառվում, գազ։ Ամեն ժամը վառմա 13000 կուբամետրից ավել գազ։ Գազը փեչի մեջ է ու ավարիան ստեղծվում, մարդ չկա որ տեր կանգնի։ Ցեմենտի ողախառնուրդի, այսպես ասեմ, այդ դրա արտադրման process-ը վառարանում ջերմաստիճանը հասնում է մինչև 1400 եւ ավել ջերմաստիճանի, դուք պատկերացնում եք, եթե ասենք նման արտադրական գործընթացը լինի առանց մարդկային ու մասնագետի հսկողության, ինչ հետևանքներ կարա լինի։ Պողոսյանի խոսքով ահռելի վնասներ է կրել գործարանը, վնասվածքներ ունեն արտադրական սարքավորումները։ Եվ արտադրական սարքավորումները ունեն վնասվածքներ, որոնք շատ ուշ են հասցրել, մի քանի մասնագետ հետո մեր այսպես ասած բաների հորդորների արդյունքում թույլ են տվել մի քանի մասնագետ մտնեն, ընդհանրապես դադարեցնեն։ Ընկերությունը քննչական կոմիտե միջնորդություն է ներկայացրել, պահանջում են վերացնել գործարանի կապարակնիքները, աշխատակիցներին թույլատրել վերսկսել աշխատանքը, այլապես Երևի ամբողջը կվերածվի մատնես կոլապսի։ Լիլիթ Խալաթյան, Միլենա Պողոսյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։